Իրան-ԱՄՆ անկայուն հրադադարի ավարտին մնացել է 3 օր։ Միացյալ Նահանգների ղեկավարը առանց մանրամասների այսօր հայտարարել է, որ այն լրջորեն խախտել է Իրանը։ Թեհրանի և Վաշինգտոնի սպառնալից հայտարարություններից միջազգայնագետները ենթադրում են, ամեն պահի կարող է վերսկսվել պատերազմը։ Այս պատերազմը ալիքի տեսքով է լինելու և ցնցումներով։ Մեծ է հավանականությունը, որ կսկսվեն ռազմական գործողությունները, հնարավոր է նոր, լրացուցիչ ռազմաճակատ բացվի։ Իրանն իր զինուժը բերում է մարտական բարձր պատրաստվածության վիճակի, գրում են իսրայելական պարբերականները։ Իրենց աղբյուրներին հղում անելով վստահեցնում, թե Իրանը հնարավոր լարվածության դեպքում ռազմաճակատ է հանելու պատերազմում դեռ չփորձարկված մեծ հեռահարության հրթիռներ։ Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ապրիլի 22-ից հետո, հնարավոր է մայիսին, Թրամփի Պեկին այցից հետո։ Ակնհայտ է, որ Պեկինը փորձում է հեռավորություն պահելով բավականին կոշտ հայտարարություններ հնչեցնել Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, յուրաքանչյուր նավ, որ Պարսից և Օմանի ծոցերի ջրերով կփորձի հատել Հորմուզի նեղուցը, կհայտնվի իրանական հարվածների թիրախում։ Սպառնացել է Իրանի զինուժի կենտրոնական շտաբը։ Նեղուցը փակելով Իրանը չի կարող նահանգներին շանտաժի ենթարկել, հայտարարել է Թրամփը, հավատացնելով, որ մեկ ամիս շարունակված պատերազմի ընթացքում նավատոր, մոթուժ, ղեկավարություն, ամեն ինչ կորցրած Իրանը այլևս ուժ չի ունենալու պայքարելու։ Трамп говорит очень много. Թրամփը շատ է խոսում է անորոշ, հիստերիայով, շատ հաճախ հակասական ու այդ ամենը մի նախադասության մեջ։ Այդ մարդը 20,000 անգամ թաղել է Իրանը, միլիոն անգամ ասել է, որ իրանական զինուժը գոյություն չունի, իրանական նավատորմը խորտակված է։ Լավ, եթե Իրանը չունի զինուժ, պաշտպանություն, ոչ ցամաքային, ոչ էլ ծովային ուժեր, ինչու այդքան ժամանակ չեք մտել Իրան, ինչու չեք սկսել ցամաքային գործողություն։ Երևի որովհետև Իրանը Իրաք չէ։ New York Times-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջոցով ազդակներ են ուղարկում Վաշինգտոն, հրադադարը շարունակելու և իրանական ծովային շրջափակումը դադարեցնելու վերաբերյալ։ Եթե սպասվող բանակցություններն անարդյունք լինեն, վերսկսվեն ռազմական գործողությունները, աշխարհի քարտեզի վրա հակամարտության նոր օջախներ են հայտնվելու, կանխատեսում են փորձագետները։ Եմենում Անսար Ալլահի ուժերը պատրաստ են մտնել պատերազմի մեջ։ Եմենի հութիները հայտարարել են, որ պատրաստ են արգելափակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Դա կարող է կործանարար լինել Եվրոպայի տնտեսության, ինչու ոչ նաև Միացյալ Նահանգների համար, չնայած Թրամփի հայտարարություններին, թե իրենց չի սպառնում։ Միջազգայնագետները կարծում են, որ հնարավոր ռազմական գործողությունները աղետալի հետևանքներ կունենան ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների համար։ Եթե ամերիկյան և իսրայելական հրթիռները խոցեն իրանական էլեկտրակայանները, Թեհրանը սպառնացել է խավարի մեջ պահել ծոցի երկրները։ Ամերիկացիները ցույց են տվել, որ միջազգային իրավունքն իրենց համար նշանակություն չունի, իրենք պատրաստ են ամեն ինչ անտեսել սեփական նպատակներին հասնելու համար։ Ակնհայտ է, որ նահանգները փորձում է տարածաշրջանի ազդեցիկ պետություններին, նաև Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ, չնայած Անկարայի դիմադրությանը։ Տնտեսական ծանր խնդիրներ ունեցող Թուրքիային ձեռնտու չէ ներքաշվել պատերազմի մեջ, նկատում է քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը։ Փոքր եղբորը Ալիևին էլ Էրդողանը թույլ չի տալիս կրակի հետ խաղալ։ Փորձագետների համար պատահական չէ, որ Նախիջևանում ԱԹՍ-ներ հայտնվելուց հետո Բաքուն սահմանափակվեց միայն Իրանի հասցեին կոշտ հռետորաբանությամբ։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր Կիրակի։